Որքանով անկեղծ են եւ որքանով ազնիվ են մեր աղոթքները եւ նրանց նպատակները։ Միայն այդքանով է, որ Աստված լսում է մեզ, որքանով որ կանոնական է եւ որքանով որ սուրբ է քահանան, միայն այդքան է, որ նրա ծեսը ընդունելի է։ Եվ ինձ գրում են, որ ահա Քրիստոսի եկեղեցին, Քրիստոս միշտ այնտեղ է, ինչ կապ ունի դա քահանայի հետ, քահանայի հավատամքի հետ եւ այն խախտումների հետ, որ քահանան անում է։ Իսկապես այդ ուղղակի կապ ունի, որովհետև քահանան կատարում է այդ զոհաբերությունը եւ Աստված այն չի ընդունում։ Եվ եկեղեցին դառնում է շնորհքի զուրկ։ Այդպես էին նաեւ մտածում Սողոմոնի տաճարի հեթանոսացված քրմերը, քահանաները, որոնք ամեն ինչ շեղել էին եւ որոնց ծեսը այլևս Աստված չէր ընդունում։ Ինչ էր հրեական ծեսը Սողոմոնի տաճարում։ Դա այսպես ասած զոհի կենթանու ուրեմն մորթներ, որը Աստված ընդունում էր, երբ որ այդ սեղանի վրա դնում էին այդ մորթված գառը, եւ այդ գառը լույս իջնում էր եւ տանում էր վերև, բոլորի աչքի առաջ։ 200-300 տարի առաջ Քրիստոսից դա այլևս չէր կատարվում, զոհը չէր ընդունվում։ Եթե ինչպես Պողոս առաքյալն է ասում, իր եկեղեցին չխնայեց Աստված, ձեզ պիտի խնայի։ Ահա Քրիստոս եկավ ամեն ձեզ սովորեցրեց։ Եվ հիմա դու, եթե կա այնտեղ մի ազնիվ խղճի տեր քահանա, ինձ ասա, ես հավատքի եկած մարդ եմ եւ որպես գիտնական մարդ ես ուսումնասիրել եմ իմ հավատքի եւ դավանաբանությունը եւ ծիսական համակարգը եւ սրբերի ուսուցումը կանոնական։ Ես ինչպես գնամ այն եկեղեցին, որտեղ կատարում են կապերի մագիա։ Ես ինչպես գնամ այն եկեղեցին, որտեղ Սուրբ Հաղորդությունը տալիս են ձեռքի վրա։ Ես ինչպես գնամ այն եկեղեցին, որտեղ քահանան ստում է, ասելով, որ ահա Սուրբ Սիմոնը երբ որ ընթառաջ գնաց Քրիստոսին, կրակ արեց եւ կրակի վրայով վազեց։ Թռավ կրակի վրայով Սուրբ Սիմոնը, որպեսզի ասի, ահա դու այլևս կրակ Աստված չես, Քրիստոսն է Աստված։ Լսեք, դուք խեղկատակ եք, թե գիժ եք։ Գիժ եք, թող տանեն ձեզ գժանոց, ազատվենք մենք ձեզնից։ Սա ինչ բան է։ Եվ այս ամեն ինչը գալիս է Գարեգեն B-ի մաֆիայից, իր բանդիտները, որ եկան գրավեցին, գիտեք ինչ, ես հին մարդ եմ, ես աշխատել եմ Վազգեն առաջինի հետ, և որ լուսավորիչ թերթում նյութեր էինք պատրաստում, և հեռուստատեսությունում նյութեր էի պատրաստում, ես ամեն ինչ ներսից գիտեմ, դուք երբեր լսել եք, ես Վազգեն առաջինի դեմ խոսեմ, բայց ես նորից եմ ասում, ամեն ինչ ես ներսից գիտեմ, բայց այդ մարդը արեց իր լավագույնը սովետի պայմաններում պահելու իր եկեղեցին, և նա շատ խիստ էր բոլոր այն քահանաների դեմ, ովքեր խախտում էին ծեսը, ժամացույցի պես էին աշխատում մարդիկ, բայց երբ որ ես խորանում էի, իմ հավատքի մեջ եւ հարցեր էի տալիս, ամենաէլեմենտար հարցերը քահանաները նրանք չէին պատասխանում, բայց դա նշանակություն չուներ, որովհետեւ մարդը կատարում էր իր գործը, հացը թխող, հացթուխը խմորում է հացը թխում է եւ վերջ։ Մնացածը Աստված իր նշանից տվեց իր շնորհքով, որովհետեւ ամեն ինչ ճիշտ, ամեն ինչ ճշգրիտ արվում էր մեր եկեղեցում, ոչ տրնդես կար, ոչ հաղորդություն ձեռքի վրա տալ կար, ոչ կախարդ ու բուք հավաքել կար եկեղեցում, եւ հիմա նորից ես հարցնում եմ, բարի խղճի տեր քահանա, ես ուր գնամ։ Դու ինձ ուղարկում ես, որպեսզի ես իմ չոծված եւ պիղծ ձեռքերով կարող եմ դա ասել, Սուրբ հաղորդություն վերցնեմ, երբ որ Աստծո տապանակին դիպչելու համար անգամ մեռած ընկնում էին հին աստվածաշնչային գրքերի մեջ կարդում ենք դա, նույն բանն է։ Բոլոր նրանք, ովքեր դիպան Հիսուսի Քրիստոսի մարմնին եւ արյանը, նրանք քասկեղից ամենասարսափելի մահերով պիտի մեռնեն։ Որովհետեւ դա դրված է մեր մեջ, որ սա մի բան է, սկիհը մի բան է, Սուրբ հաղորդությունը մի բան է, որ միայն օծված եւ հատուկ շնորհքի տեր մարդիկ կարող են անել։ Հնում մարդիկ ամբողջ գիշերը հսկում էին, որպեսզի առավոտյան պատարակ մատուցեն։ Ես նորից քեզ եմ հարցնում։ Մի քիչ խեղճ ունեցող քահանա, ես ուր գնամ։ Կիրակնորյա պատարակի եկեղեցու պահանջները եւ Աստծո պահանջը բավարարելու, հա? Ուր գնամ ես։ Դե ասա տեսնեմ։ Կաթոլիկ եկեղեցի չեմ կարող գնալ, որովհետեւ պղծված է այն մոդեռն է, անգամ երեխաներին մկրտում են առանց ջրի։
Այսինքն անվավեր ամեն ինչ։ Ռուսական եկեղեցին, եթե թույլ տան, ու իրենք օտարներին թույլ չեն տալիս, բայց իրենց ծեսերը ես գիտեմ, որ իրենք սկիզմատիկ է, ճիշտ է, բայց նորից ես հարց եմ տալիս, եթե վավերական եկեղեցի չկա, ես ուր գնամ։ Ահա, Աստված չի ասում, գնա պաղծերի մոտ, որոնք նենգափոխում են իր ժառանգությունը։ Ընդհակառակը, ասում եմ, եթե տեսնես սրբության պղծությունը, ավիրվածության պղծությունը սուրբ տեղի մեջ, փախիր լեռները, ինչ է այդ լեռները։ Լեռները այդ մենակությունն է, որի մեջ փախչում ենք, որի մեջ ես հիմա եմ, որովհետև այդ միայն այս կերպ է, որ Աստված ինձ հետ ինքը խոսում է եւ լսնում է իմ սիրտը հավատքով եւ սիրով եւ ահա ես գիտեմ, որ այս իմաստով իմ ձեռքերը թաթախված չեն Քրիստոսի արյան մեջ, ինչպես ձերն են։ Եվ հիմա, երբ որ ես խոսում եմ այս մասին, դուք չեմ հասկանում ինչու կապում եք այն այս ձեր նոր շարժումների հետ, իմ քայլը, Նիկոլ է, այս է, այն է։ Իսկ ինձ համար հները մի սեկտա են, կրոնական սեկտա, տգետների, կաշառակերների բառից բուն իմաստով։ Նորերը մի ուրիշ սեկտա են, իրենց շիզոֆրենիաներով։ Ես ոչ մեկի հետ կապ չունեմ։ Եվ եթե ես այսօր խոսում եմ հայ ժողովրդի համար, անում եմ այս գիտական 100%-ով դրանք գիտական ուսումնասիրություններ են, դոգմատիկ ուսուցում ամեն կերպ, խոսքով թե գրով թե գրքերով ներկայացրեցի, շեղումները ներկայացրեցի, եւ այդ բոլորը կարծես թե խուլ ականջի մեջ է միայն մի քանի հոգի։ Գիտեք ինչ, իմ քույրը, հանգուցյալ քույրս, շատ պայծառ աղջիկ էր, շատ պայծառ, շատ միամիտ, եւ երբ որ նա քնած էր լինում, ես հիշում եմ, որ փոքր ժամանակ վեր է եկնում եւ նայում էր իր դեմքին, որովհետեւ իմ արժեվ ճիշտ է կարող եւ հասուն տարիքում էր նա արդեն, բայց 3 տարեկանի դեմք ուներ, միամտությունը, ազնվությունը, նա մի կտրված աշխարհի մեջ էր ապրում եւ ահա ես հիշում եմ, որ իր մահից առաջ մի քանի տարի առաջ մահից ես դեռ անգամ դարձի եկած չէի, բայց ահա նա ինձ պատմեց մի սարսափելի տեսիլ եւ հիմա ես հիշում եմ դա, ուրեմն դա մարգարեական տեսիլ էր, որ որպես ժառանգություն իմ քույրը ինձ թողեց եւ նա ասաց. «Ան, ես տեսա, որ մեծ վիշապ կար օծ, երախա կարմիր, սարսափելի ջանիկներներ երևում էր, մեծ բացել էր, շատ մեծ չափսերի եւ մեր հայ ժողովուրդը հերթ կանգնած հազարավոր միլիոններով ինչպես թե քայլում էին քայլարշավով մտնում էին երախի մեջ այդ օծի երախի մեջ էին մտնում ես հարցրի դու որտեղ էիր կանգնած ես ինքը ասեց ես շարքի մեջ չէի ես դրսում կողքը կանգնած նայում էի իրենց Եվ ես հարցրի մեր ընտանիքից մարդիկ տեսար այդ շարքի մեջ, ասաց որ չեմ տեսել։ Բայց ինձ թվում է սա շատ կարևոր մարգարեական տեսիլ էր, որ իմ քույրը ինձ թողեց, որտեղ ես հիմա բաց աչքով դա եմ տեսնում։ Հավատացյալը չգիտի ինչին է հավատում, կաթողիկոսը շատ լավ գիտի որտեղ է եւ ինչ պետք է քաղի իր հավերժական ժողովրդի համար կամ ովին։ Քահանաները իրենց մի կտոր հացի համար ծախել են իրենց հոգիները եւ մարմինները եւ ահա ժողովրդին պետք է վճարես դոլարներով կամ շահույթ տաս իրենց, որպեսզի նրանք կանգնեն իրենց չեղած համոզմունքների համար, այս մարդիկ համոզմունք էլ չունեն։ Ինչի մասն է խոսքը, ոչ սկզբունք կա, ոչ համոզում կա, ոչ ազնիվ քաղաքական կամ կրոնական զգացումներ կան, ոչ էլ կա որևէ զոհաբերություն։ Այսինքն ես տեսնում եմ, որ իմ քրոջս տեսիլը հիմա ի կատար է ածվում, ցավոք սրտի, թող Աստված մխիթարի եւ մխիթարություն հավատք ու սեր տա բոլոր նրանց ովքեր տեսնում են այս ամենը, ցավ են զգում եւ հույս ունեն, որ ահա իրենք պիտի մնան այս ամեն ինչից մաքուր, այս ամեն ինչից մաքուր, այսինքն ապրելով կեղտաջրի մեջ, կեղտաջուրը մեզ պիտի չդիպչի եւ ես կարծում եմ, որ դա ամենամեծ հրաշքն է, սիրելիներս, որ մեզ հետ պատահում է եւ դրա համար մենք պետք է ամեն օր փառք տանք Աստծուն։